Ես Արցախից բռնի տեղահանված եմ 23 թվականին, բազմազավակ մայր եմ, 5 հատ երեխա ունեմ, ընդհանուր 9 հոգի ենք ընտանիքում ու մեր համար էսի շատ վատ է, էլի որ այդ աջակցությունը դրանով ենք ապրում, ասենք էդի աշխատում եմ ես, անձամբ աշխատում եմ, բայց այդ աշխատան վարձով այնքան չնչին է որ չես կարա համ տան վաստած, համ երեխեքին պահես, կոմունալ լիքը խնդիրներ կա, էլի դրա համար մեզ համար էդի շատ կարևոր է, էլի որ այդ աջակցությունը գոնե տալիս են, մենք էլ հետ ենք տալիս այդ տան տիրոջ, էլի Հենց որ դրանում ոչ հարուստ ենք, ոչ էլ բան, պրոստը տան վարձ ենք տալիս։ Խնդրում ենք, որ այդ վարձը չկտրեն։ Ընդհանրապես այդքան։ Իսկ ինչ հույս ունեք, օրինակ, ինչ ակնկալիք ունեք կառավարությունից։ Ականջակ դուր կլինեն ձեզ։ Ճիշտ ասած, չգիտեմ, չեմ էլ դե հույս ունենք, որ հա, բայց դե շնորհակալ կլինենք, եթե ինչ որ աջակցեն էլի, բայց չեմ կարծում, որ հույս պահում եմ, բայց չեմ կարծում ինչ-որ բան կանի, չգիտեմ։ Եթե անի լավ կլինի, որտեվ դա շատ կարևոր է։ Առանձնապես այն մարդկանց համար, ովքեր գյուղերում են ապրում, դեռ գործ չկա, այդ մարդկանց համար ավելի դժվար է, գոնե այստեղ աշխատանք կարան գտնեն։ Այդ մարդիկ դե գնացել են, որ տները էժան է, ապրեն դեղ, գոնե այդ վարձով կարողանան համ յոլա գնան, համ էլ տան վարձ տան։ Բայց այնա որ կտրել են, այդ շատ վատ է, էլի։ Մարդիկ դրսում կհայտնվեն, դա շատ չգիտեմ, շատ դժվար բանի մեջ են ժողովուրդը։ Ընդհանուր երկրի վիճակը շատ վատ է, դա բոլորը գիտենք, բայց դա էլ որ կտրում են շատ վատ է։ Չգիտեմ, մի խոսքով լավ կլինի, որ ամեն ինչ լավ լինի, այս խաղաղությունն է երկրին, ինչ ասել։